Հնդկական հարսանիք ավանդապաշտ քաղաք Գյումրիում աննախադեպ այս միջոցառումը զարմացրել եւ հիացրել էր ոչ միայն գյումրեցիներին, այլև ներկա այլ ազգի ներկայացուցիչներին։ Հայկական ավանդական հարսանիքի կողքին հնդկական ավանդական հարսանիք, թեև երկու երկրների մշակույթները տարբեր են նաեւ ավանդույթները, սակայն հարսանիքները գտան ընդհանրություններ։ Հայկական հարսանիքին ծանոթ եմ, անգամ մասնակցել եմ, երբ աղջիկը հայ էր, իսկ տղան հնդիկ, բայց հարսանիքն անցկացվեց հայկական ավանդական ձևով։ Սակայն նշեմ, որ նմանություններ կան, հատկապես վերջին հատվածը, երբ բոլորը հավաքվում են միտեղ, նշում եւ շնորհավորում զույգին։ Իհարկե սրանց կողքին տարբերություններ էլ շատ կան, ասենք հարսի եւ փեսայի ձեռքերին քսուկ քսելը։ Գյումրի Էստոնիայից ժամանած Գիվաստեն արդեն հասցրել է տեղեկանալ հայկական հարսանիքի պատմությանը։ Շատ է հետաքրքրված, սակայն ինչպես ինքն է ասում, դեռ մասնակից չի եղել այդ արարողությանը։ Հնդկական հարսանիքին մասնակցելով փորձել է նմանություններ գտնել հայկական, էստոնական եւ հնդկական հարսանեկան արարողությունների միջև։ Հնդկական եւ էստոնական հարսանիքների միջև հսկայական տարբերություն կա։ Էստոնականը ավելի շատ նման է հայկական հարսանիքին ու ավելի շատ նմանություններ կան մեր երկրների ավանդական հարսանիքների միջև, բայց հնդկականի մեջ զգալի տարբերություններ կան։ Սակայն ուրախ եմ, որ ականատես եղա այս հարսանիքին, որն ի դեպ բավականին հետաքրքիր էր։ Եթե փորձենք զուգահեռականներ անցկացնել հայկական եւ հնդկական ավանդական հարսանիքների միջև, ապա տարբերություններ շատ կգտնենք։ Հնդկական հարսանիքում հինա է գցվում հարսի ձեռքերին, ասում են, ինչքան հինայի գույնը մուգ լինի, այնքան փեսայի մայրը հարսին շատ կսիրի։ Այնուհետ հարսի եղբայրները զարդերով պատում են քրոջը, որպեսզի դժվարություններից զերծ մնա ու այդ արարողությամբ էլ ազդարարվում է հարսանիքի սկիզբը։ Հարսի զգեստը պարտադիր պետք է կարմիր լինի, իսկ հողը, որը հարսի եղբայրները պահում են քրոջ դեմքին եւ դրանով ուղեկցում փեսայի տուն, մեկ իմաստ ունի, որ փեսայից բացի հարսին ոչ ոք առաջինը չպետք է տեսնի մինչ փեսայի տուն հասնելը, իսկ հայկական հարսանիքի ժամանակ փեսան ինքն է գնում հարսի տուն։ Տարբերությունը կա շատ, որովհետև հենց ավանդական հայկական հարսանիքների մեջ հարսի մայրը ներկայել համարյա չի լինում հարսանիքին, իսկ այստեղ հենց նստած էր այդ արարողության ժամանակ ներկա էր, կարծում եմ տարբերությունը այդ է, ու այստեղ մոր կողմը, այսինքն հարսի մոր կողմը ավելի շատ ներգրավվածություն ու դեր ունի հնդկական հարսանիքում, քան հայկական հարսանիքում։ Հասնելով փեսայի տուն հարսը փորձելու է ծաղկաշղթա փեսայի պարանոցին, իսկ այդ ընթացքում փեսայի ընկերները վերև են բարձրացնում նրան, փորձելով անհասանելի դարձնել հարսի համար։ Հարսի եղբայրներն էլ քրոջն են բարձրացնում, որպեսզի կարողանա շղթան հանձնել ի նշան խոնարհության։ Այնուհետ արարողությունը շարունակվում է հնդկական մանկավի տակ, որն ունի 4 կողմ, իսկ մեջտեղում կրակն է, որի շուրջ 7 անգամ զույգը պտտվելու է։ Պտույտի ընթացքում զույգը միմյանց խոստանում է սեր, երջանկություն, խիզախություն, պաշտպանություն եւ ամուր ընտանիք։ Հարսը իր հայրական տնից դուրս գալուց հետո ոտքով խփում եւ բրինձը թափում է, որպեսզի ամբողջ իր ունեցածը մնա տանը հին եւ գա նոր տուն։ Մի պահ ես ինձ պատկերացրեցի իմ հայրենիքում, որտեղ մասնակցում եմ հարսանիքի, ասեմ, որ մասնակիցների մոտ բավական հաջողվեց ներկայացնել հարսանիքից դրվագներ, որոնք այդքան մոտ էին իրականությանը։ Էլիզա Ֆրանգուլյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։